Բարև ձեզ, եթերում իմունիտետ հաղորդաշարն է, ես բժիշկ Գրիգոր Ավետյանն եմ, մեր նպատակն ու առաքելությունը մեկն է, տալ պրակտիկ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ ապրել առանց ցավի և շարժումների սահմանափակման։ Հիշեցնեմ, որ մեր գլխավոր հովանավորն է United Orthopedics ապրանքանիշը, որը ներկայացնում է համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներ։ United Orthopedics-ի հետ ձեր կյանքի որակում տեղի կունենան էական բարեփոխումներ։ Որակը երաշխավորված է, իսկ մեր գործընկերոջ հետ կարող եք կապ հաստատել ներքևում նշված հեռախոսահամարով։ Այսօր կխոսենք մի խնդրի մասին, որը հազարավոր մարդկանց զրկում է ինքնուրույն քայլելու հնարավորությունից։ Դա կոնքազդրային հոդի մաշվածությունն է։ Երբ բուժումը և պահպանողական մոտեցումները դառնում են անարդյունավետ, օգնության է հասնում վիրահատությունը, որի արդյունավետության և անհրաժեշտության մասին կխոսենք Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար բժիշկ Արսեն Վահրամյանի հետ։ Պարոն Վահրամյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Բազմաթիվ բուժառուներ մինչև ցավը ժողովրդական լեզվով ասած ոսկորին չի հասնում, չեն դիմում բժշկի։ Որտեղ է այդ նուրբ սահմանը, երբ է պետք դիմել բժշկի, ինչպես բուժառուն հասկանա, որ արդեն ժամանակն է եւ ինչ խնդիր է լուծում ժամանակին դիմելը։ Ցանկացած ցավ առաջանալու դեպքում պետք է հասկանալ, որ օրգանիզմում կա ինչ-որ խնդիր, որը լուծում է պահանջում։ Եվ այդ լուծումների օպերատիվությունը եւ ժամանակին լինելը բավականին հեշտացնում է լուծումները եւ լուծման ճանապարհները։ Ինչ վերաբերվում է կոնքազդրային հոդի մաշվածությանը, հոդը միանգամից չի մաշվում, հոդը երկար ժամանակ ազդակներ է տալիս, որ այնտեղ խնդիր կա եւ ինչքան ավելի շուտ ու ավելի արագ դիմեն բուժման և բուժման միջոցառումներին, այնքան հնարավոր կլինի երկարացնել այդ հոդի գործունեությունը ու կյանքը։ Իսկ որոնք են առաջին նշանները, որ բուժառուն իր մոտ նկատելով պետք է հասկանա, որ արդեն իսկ մասնագետի դիմելու ժամանակն է, չզբաղվի ինքնաբուժությամբ, ավելի շատ չխորացնի իր խնդիրները եւ ինքը իրեն վնաս չպատճառի։ Կոնկրետ կոնքազդրային հոդի համար առաջի ազդակներն են դա թույլ ցավը աճուկային շրջանում քայլելիս։ Իսկ ինչ փուլում ենք հասկանում, որ արդեն պետք է վիրահատության անցնել եւ դեղորայքը այլևս օգտակար չէ, կամ որ փուլերում է օգտակար դեղորայքը։ Եթե հիվանդը դիմում է այն ժամանակ, երբ որ հոդամակերեսների աճառները քայքայվել են, դեֆորմացվել են եւ այլևս հնարավոր չի այդ հոդի դեղորայքային եւ կոնսերվատիվ բուժումը դեֆորմացիաների եւ աճառի բացակայության պատճառով, նոր այդ ժամանակ մենք դնում ենք ցուցումներ վիրահատական բուժման, այսինքն հոդի փոխարինման էնդոպրոթեզավորման համար։ Երբ բուժառուները լսում են էնդոպրոթեզավորում բառը, պատկերացնում են ծանր եւ խիստ վտանգավոր process, որը հանգեցնում է հաշմանդամության, երկարատև անկողնային ռեժիմների, բայց ժամանակակից օրթոպեդիան արդեն իսկ փոխել է խաղի կանոնները եւ եկեք ցույց տանք մեր հեռուստադիտողին, թե ինչ է կատարվում Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի վիրահատարանում, երբ բուժառուն վստահում է ձեր թիմին։ Սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ այժմ դիտել տեսանյութը, որից հետո մենք կվերադառնանք մեր զրույցին։ Ավագյան բժշկական կենտրոնում իրականացվում է բարձր ճշգրտություն պահանջող վիրահատություն, ձախ կոնքազդրային հոդի ամբողջական էնդոպրոթեզավորում։ Բուժառուն դիմել էր մասնագետների օգնությանը, գանգատվելով ձախ կոնքազդրային հատվածի սուր ցավերից եւ քայլելու զգալի դժվարություններից, որոնք էապես սահմանափակում էին նրա առօրյան։ Կոնքի ռենտգենաբանական հետազոտությունը հաստատեց խնդրի լրջությունը, արձանագրվեց հոդի մաշվածության ծայրահեղ 4-րդ աստիճան։ Նման իրավիճակում դեղորայքային կամ պահպանողական բուժումը այլևս նպատակահարմար չէր, ուստի որոշում կայացվեց անցնել արմատական քայլերի։
Այս պահին վիրաբույժների թիմը հեռացնում է վնասված եւ կենսունակություն ու կորցրած հոդը, այն փոխարինելով եվրոպական արտադրության United Orthopedics բարձրորակ իմպլանտով։ Այս ժամանակակից էնդոպրոթեզը երաշխավորում է կայունություն, երկարատև ծառայություն եւ վերականգնում է շարժումների բնականոնությունը։ Նորագույն բժշկական մոտեցումների կիրառումը թույլ է տալիս ապահովել առավելագույնս արագ եւ անցնցում վերականգնում։ Վիրահատության հաջորդ օրը բուժարուն կկատարի իր առաջին քայլերը նոր հոդով։ Եվս 3 օր անց նա դուրս կգրվի կլինիկայից վերջապես հրաժեշտ տալով ցավերին եւ վերադառնալով լիարժեք ու ակտիվ կյանքի։ Պարոն Վահրամյան, վիրահատության ընթացքը դյուրին էր, իսկ ինչպես է անցնում հետվիրահատական շրջանը։ Ինչ խնդիրներ են սպասվում պացիենտին վիրահատությունից հետո, քանի օր է նա հոսպիտալացվում եւ ինչպիսի ռեաբիլիտացիոն շրջան է նա անցնում։ Հետվիրահատական շրջանում մյուս օրը վիրահատության հաջորդ օրը հիվանդին կանգնացնում ենք, քայլեցնում ենք եւ ցույց ենք տալիս վարժությունները, որոնք նպաստում են կոնքազդրային հոդի մկանների աշխատանքի եւ աշխատունակությունը վերականգնելու համար։ Հաճախ հիվանդները դա անում են ինքնուրույն, բացառիկ դեպքերում հրավիրում ենք հատուկ մասնակետի, որը որ օգնում է հիվանդին, կինեզոլոգին, որը որ օգնում է հիվանդին այդ վարժությունները կատարել։ Իսկ վիրահատությունից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունենում բուժառուի կյանքի որակում։ Ինչպիսի փոփոխություններ եք դուք անձամբ նկատում։ Հոդի ծավալի շարժումների դինամիկ ավելացում, կյանքի որակի բարձրացում, ցավի բացակայություն։ Իսկ եթե ավելի ընկալելի փորձենք բացատրել, որպեսզի մեզ դիտող հեռուստադիտողները հասկանան, եթե մոտեցավ ձեզ դիմեց բուժառուն, որը ունի կոնքազդրային հոդերի մաշվածություն, ինչ սպասի, ինչ արդյունքներ սպասի վիրահատությունից անմիջապես հետո եւ ինչքան ծավալով է նրա աշխատունակությունը սահմանափակվելու եւ երբ է վերականգնվելու, ինչ է կարողանալու անել, ինչ սահմանափակումների է հանդիպելու։ Կոնքազդրային հոդի պրոթեզավորումից հետո եւ հաջողված ռեաբիլիտացիայից հետո մենք վերականգնում ենք բնական հոդի բնական շարժումները գրեթե 100%-ով ու անցավ։ Իսկ կա ժամանակացույց կլինիկայում մնալու եւ դուրս գրվելու հետ կապված։ Էլի սովորաբար մեծ մասամբ վիրահատությունից հետո հիվանդները մնում են կլինիկայում 3-4 օր, բայց մեր հսկողության տակ առաջի 2 շաբաթը ամբուլատոր հսկողության տակ։ Կարող եք մի ինչ-որ հետաքրքիր կլինիկական դեպք ներկայացնել կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորման հետ կապված հակիրճ։ Մի հիվանդ ունենք, որը որ բավականին լուրջ ցավերով երկկողմանի կոքսարտրոզով դիմեց մեզ, հոգնել էր իր ցավերից, ասեց, չգիտեմ արդեն, էլ չեմ ուզում ցավան, մի բան արեք, թող էլ ցավը էլ չեմ կարողանում, երկու կողմն էլ մաշված էր, սկզբից առաջի փուլում վիրահատեցինք աջ կոնքազդրային հոդը, միջև հիվանդի վերքը կլավանար, անցել էր 2 շաբաթ, եկավ ասեց, բժիշկ ջան, ախր բա որ ես իմանայի, ես լավ բաներ էսի, բա շուտ չէի գա, հիմա էլ ես երկրորդն արեք, ասում եմ, չէ էլի բուժառուին ասում չէ, մի քիչ ժամանակ տուր ռեաբիլիտացիային, որ այս վիրահատված հոդիդ մկանները վերականգնվի, նոր անցնենք այն մյուս հոդիդ, ասում է չէ կլինի, ես երկուսն իրար հետ վերականգնեմ, այդքան ժամանակ եմ կորցրել։ Մեզ դիտող հեռուստադիտողը, եթե ունի կոնքազդրային հոդի շրջանում ցավ եւ որոշում է կայացնում դիմել ձեզ, ձեր կլինիկա, ինչին պետք է պատրաստ լինի եւ ինչ փուլեր է նա անցնելու։ Առաջինը պետք է եթե դիմում է կլինիկա, հիվանդի հետ մոտավորապես մոտ 5-10 րոպեանոց անամնեստիկ զրույց ենք ունենում, այսինքն ներկայացնում իր գանգատները եւ մենք փորձում ենք դիֆերենցենք ցավի պատճառը։ Պարտադիր չի ցավը հենց կոնքազդրային հոդից լինի, դա կարող է լինի նյարդի բորբոքում, դա կարող է լինի անոթների խցանում, դա կարող է լինի ինչ-որ բորբոքային պրոցես կոնքի շրջանում, որը որ նմանակի կոնքազդրային հոդի ցավերին։
դիֆերենցիալուց հետո եւ հաստատելուց, որ խնդրեմը եւ ցանկանգատները համապատասխանում են կոնքազդրային հոդի արտրոզին կամ արտրիտին, առաջի բանը, որ անում ենք, դա անում ենք կոնքի ռենտգենգրաֆիա։ Ռենտգեն նկարանումից հետո մենք ստանում ենք ոչ բոլոր, բայց մեծամասամբ մեզ հուզող հարցերի պատասխանները ստանում ենք։ Ուսումնասիրում ենք հոդաճեղքը, ուսումնասիրում ենք աճառները, ոսկրային հյուսվածքի կառուցվածքը, խտությունը, որի հիման վրա արդեն դրվում է ախտորոշումը։ Եթե դա սկսվող կոնքազդրային արտրոզ է, մենք ունենք մեր զինանոցում բազմաթիվ մեթոդներ կոնսերվատիվ բուժման, թե դերողորեքային, թե բուժական ֆիզկուլտուրայի, թե եւ ներհոդային ներարկումների պատճառով փորձել այդ process-ը կանգնեցնել կամ նվազեցնել նրա արտահայտվածությունը եւ հանել ցավային համախտանիշը։ Եթե ռենտգենից հետո մենք հասկանում ենք, որ այնտեղ արդեն հիվանդությունը արդեն այն աշճան է զարգացել, որ ունենք հյուսվածքների փոփոխություններ, արտրոզներ, աճառի քայքայում, այդ ժամանակ նոր հիվանդին առաջարկվում է վիրահատական բուժում։ Եթե չեմ սխալվում, վերջին կորոնայի COVID-19-ի բռնկումից հետո եւս առաջացան մի շարք խնդիրներ, որոնք հաղթահարում են հոդերը, եւ շատ ենք տեսնում նաեւ հոդերի ասեպտիկ նեկրոզ կոչված խնդիրը, որը հետ կովիդյան համախտանիշը, ինչ կասեք դրա մասին։ Այո, այդ ժամանակ դա բավականին տարածված խնդիր է աշխարհում եւ լինելով միջազգային կոնգրեսներում այդ խնդիրը միշտ քննարկվում է եւ մենք միշտ լսում ենք մեր եվրոպական եւ հարևան երկրներում այդ խնդրի առկայությունը։ Կովիդից հետո բավականին հաճախ են դարել ազդրի գլխիկի ասեպտիկ նեկրոզները, ավասկուլյար նեկրոզները, ինչը նշանակում է, որ այդ ինֆեկցիայից հետո ազդրի գլխիկը կորցնում է արյան սնուցումը եւ սկսում է քայքայվել, որն էլ եւ բերում է կոնքազդրային հոդի քայքայման։ Եվ այդ խնդիրը բավականին լուրջ հիմա ուսումնասիրվում է, որպեսզի հայտնաբերվեն վիրուսային ինֆեկցիայի եւ ազդրի գլխիկի ավասկուլյար նեկրոզի հետ կապված իրանց պատճառահետևանքային կապերը, բայց դեռ հստակ ապացույցներ եւ հստակ հետազոտություններ դրանց պատճառահետևանքային կապի մասին դեռ չկան։ Ցավոք սրտի այդ խնդիրը բավականին երիտասարդացրեց նաև էնդոպրոթեզավորման գնացող պացիենտների թիվը եւ տարիքը։ Այո, ցավալի է դա, բայց կովիդից հետո մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ երիտասարդ բուժարուները 30, 35, 40 տարեկանում ունենում են ավասկուլյար նեկրոզի պատճառով քայքայված կոնքազդրային հոդ, որի վերականգնման ցավոք միակ այսօր հայտնի մեթոդը դա կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումն է։ Հաշվի առնելով, որ արդեն երիտասարդներին էլ է կատարվում էնդոպրոթեզավորում, ինչպես կոնքազդրային հոդի, նաև այլ խոշոր հոդերի, եւ այդ ամեն ինչը հիմնական պատճառը COVID-19-ն էր։ Խնդրում եմ շեշտել նաև էնդոպրոթեզի որակի կարևորությունը։ Արդյոք ինչ որ նշանակություն ունի էնդոպրոթեզի որակը, թե ոչ։ Կարելի է յուրաքանչյուր տեսակի էնդոպրոթեզ օգտագործել։ Սենց ասեմ, էնդոպրոթեզի որակը անշուշտ նշանակություն ունի, որովհետև դա արհեստական նյութերից սարքած շարնիր է, հոդակապ է, որի թե նյութերի որակը եւ թե արտադրության կուլտուրան եւ թե փաթեթավորումը եւ ստերիլիզացումը ունեն բացարձակ մեծ նշանակություն։ Եվ այն էնդոպրոթեզները, որոնք արտադրվում են եւ հետո հետազոտվում են,
այսինքն այդ էնդոպրոթեզի տեղադրումից հետո իր աշխատանքին արտադրողը հետևում է եւ ունի ստատիստիկ տվյալներ, թե որ էնդոպրոթեզներն են եւ ինչ տարիքում, ինչ աշխատանքային խմբերի մոտ ինչ կենսունակության թվեր են ցույց տալիս։ Ոչ բոլոր արտադրողները ունեն իհարկե ստատիստիկ տվյալները, զարգացած երկրերում, ինչպիսիք են Բենիլուքսի երկրերը, այնտեղ կան պետական ռեգիստրներ, որտեղ գրանցվում են բոլոր հիվանդները, որոնք վիրահատվում են եւ որոնց տեղադրվում են այս կամ այն արտադրողի էնդոպրոթեզներ եւ ժամանակ առ ժամանակ պարբերականությամբ այդ ստատիստիկ տվյալները դուրս են բերվում, համեմատվում են եւ այդ համեմատության ընթացքում արդեն պարզում են, թե որ արտադրողի, որ մոդելի էնդոպրոթեզն է ավելի կենսունակ, ավելի երկարատև աշխատում եւ ինչ ցուցանիշներ են ցույց տալիս։ Իսկ կան ինչ-որ չափանիշներ, որոնք պետք է համապատասխանեն կամ ինչ-որ սերտիֆիկացիոն մարմիններ, որոնք սերտիֆիկացնում են համապատասխան որակյալ ապրանքը, կան ամբողջ աշխարհում այդ համակարգերը կան ու շատ վաղուց կան։ Ամերիկյան որակավորման սերտիֆիկատի FDA համակարգն է եւ կա այդ նույն համակարգը գոյություն ունի նաեւ եվրոպական երկրներում, էլի սերտիֆիկացիա, եթե տվյալ արտադրանքը անցնում է համապատասխանում է այդ շատ խիստ ցուցանիշներին, ստանում է սերտիֆիկատը, կարելի է վստահ լինել, որ տվյալ ապրանքատեսակը ունի համապատասխան որակ։ Հիշեցնեմ, որ Իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedics ապրանքանիշը իր եվրոպական արտադրության էնդոպրոթեզներով, որը նաև ստացել է ամերիկյան, եվրոպական եւ ճապոնական բոլոր սերտիֆիկատները։ Ձեր օրգանիզմը արժանի է լավագույնին։ Ընտրեք United Orthopedics-ը եւ բարելավեք ձեր առողջությունը։ Իսկ մեր գործընկերոջ հետ կարող եք կապ հաստատել ներքոնշյալ համարով։ Իսկ հիմա բլից հարցեր։ Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզներով մարդը դառնում է հաշմանդամ եւ չի կարողանում շարժվել։ Չկա նման բան, էնդոպրոթեզավորումը որպես վիրահատություն կոչված է նրան, որ կանխել հաշմանդամությունը եւ վերականգնել մարդու նորմալ ֆիզիոլոգիական շարժումները կոնքազդրային հոդում։ Էնդոպրոթեզները ունեն կարճատև կյանք եւ 5 տարի հետո պետք է կրկին վիրահատվել։ Էնդոպրոթեզները ժամանակակից էնդոպրոթեզների կյանքի տևողությունը չափվում է կենսունակությամբ, էնդոպրոթեզի կենսունակությամբ եւ տվյալ տարբեր ռեգիստրների ավստրալիական եւ շվեյցարական եւ բելգիական ռեգիստրներով միջին տևողությունը էնդոպրոթեզի կյանքի միջին տևողությունը 20 տարուց ավել է։ 80 տարեկանից բարձր մարդկանց չի կարելի վիրահատել, ռիսկերը շատ մեծ են։ Եթե 80 տարեկան մարդը ուզում է քայլի, իրան կարելի է վիրահատել, ոչ թե կարելի է, այլ պետք է։ Մեր սոցիալական կայքերին եկած հարցերից մենք հավաքագրել ենք մի քանիսը, որոնց կխնդրեմ հակիրճ պատասխանեք։ Վիրահատությունից հետո, քանի օր հետո կարող եմ ակտիվ լինել եւ մեքենա վարել։ Ակտիվ հիվանդը լինում է վիրահատությունից անմիջապես մյուս օրը, իսկ մեքենա վարելու համար պետք է վարորդական իրավունք եւ որոշակի հմտություններ։ Ու նաեւ մեքենա է պետք դրա համար։ Արդյոք բարձր քաշը հակացուցում է վիրահատության համար։ Բարձր քաշը ապրելու համար է հակացություն, բայց վիրահատության համար չէ։ Պարոն Վարամյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ, որ հյուրընկալեցիք Իմունիտետի տաղավարում։ Փոխադարձ։ Սիրելի հեռուստադիտողներ, լավագույն վիրահատությունը այն վիրահատությունն է, որը տեղի է ունենում ճիշտ ժամանակին եւ որակավորված մասնագետի կողմից։
Պահպանեք ձեր առողջությունը ժամանակին դիմելով մասնագետի։ Դուք կարող եք ձեզ հուզող հարցերը հղել մեր սոցիալական կայքերի էջերին, մենք դրանք կհավաքագրենք եւ կպատասխանենք մեր հաղորդումների ընթացքում։ Հիշեցնեմ, որ Իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedics ապրանքանիշը իր եվրոպական էնդոպրոթեզներով։ Դուք արժանի եք լավագույնին։ Եթերում Իմունիտետ հաղորդաշարն էր։ Եղեք առողջ, կհանդիպենք։